Կասեք ինչ ծրագրերի համար եք սատարում քաղաքացիական պայմանագրին։ Հասկանալի է։ Յուրաքանչյուր անձ, ով գնահատում է անկախությունը պետության եւ խաղաղությունը, բնական է պետք է կանգնել բոլորս գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կողքին։ Եթե գնահատում են անկախությունն ինչ է իրանից նշանակում, խաղաղությունն ինչ է, ուրեմն պարտավոր ենք բոլորս ազգովի կանգնել Փաշինյանի կողքին։ Այդ խաղաղության օրակարգ ասվածին սատարում եք այսինքն։ Միանշանակ, որտեղ ես ինքս պատերազմի բովով անցած եմ, ես գիտեմ դա պատերազմը ինչ է իրանից ներկայացնում, խաղաղությունն ինչ է։ Ասում են օրինակ Սամվել Կարապետյանն է վերջին շրջանում ավելի շատ հայտարարում, որ եթե ես գամ ավելի լավ խաղաղություն կբերեմ, ավելի ամուր խաղաղություն կբերեմ, ըստ էս դրանք այդ ամբիցիոնը որտեղ է։ Շատ բարի, խաղաղությունն է, որ իրանք ծախեցին Գույք պարկի դիմաց, հա, խաղաղությունն է, որ կապը ծախեցին, Հայաստանը իրենք ծախեցին, դա է խաղաղություն իրանց, հա, մտքով, իրանց կամ պատկերացմամբ։ Ոնց կարա անձը, եթե Հայաստանը ծախե, նա խաղաղություն ոնց կարա բերի։ Իսկ ով էր խանգարում իրենցը, թող բերեին խաղաղությունը 30 տարի մի ամբողջ կյանք։ Ով էր խանգարում իրենցը։ Թե չէ որ ասում եք կնդիմադիր, իրենք կնդիմադիր չեն, իրենք մտածում են միայն իրենց թալանը ոնց պահեն, հա, ու գան ու սարքեն, ես իմ Հայաստանը չգիտեմ էլի տանը նորից ուր մտցնեն եւ միութենական կազմ, որ էլ Հայաստան հասկացողություն չլինի, անկախություն չլինի, խաղաղություն չլինի, դա է։ Դուք դեմ եք դրան։ Ումը իրենց թեկուզ ռուսական կողմը գա որպես ցոտնան տեսանք, ախր երաշխավորը տեսանք ինչ արեցին։ Ասում եմ մենք հապկի անդամ ենք, ինչ արեցին։ Բա ոնց կարող եմ ես հիմա կողմ լինել իրենցը։ Թող մի բան անեին լավ։ Բայց չէ որ մենք նայել ենք Լուկաշենկոյի խոսքերը, չէ, Պուտինի ասածները, այդ հիմա այդ անձանց դու ոնց կարաս դու հավատաս։ Միանշանակ։ Դուք նաև այն տարիքում եք, որ երևի թե լավ կհիշեք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները։ Միանշանակ։ Մեկը ես եմ զրկված, որովհետև ով դեմ էր, այսինքն դեմ ոնց դեմ չէինք, ասում ենք ինքը դու սխալ ես անում, սխալ քաղաքականություն ես անում, սկսում են հալածել, սկսում են աշխատանքից ազատել։ Սա ես տեսել եմ, ես անցել եմ այդ ճանապարհով, ոնց կարելի է Քոչարյան անձին այդ անձին հիմա տեղ տալ, դաժե անունը պետք չի լսել իրանց։ Բա այս ամբողջը ինչի համար է, այս իրանց այս պայքարը ինչի համար է։ Ասեց ինչի համար է, իրենց նորից թալանը պահելու համար է, իրենց թալանը, հիմնականում իրենց թալանը, որտեղ գիտեն, վաղը պատասխանատվության են ենթարկվելու, բոլորը։ Ու Փաշինյանն էլ նույն բանն ասում, պատասխան են տալու բոլորը։ Այս դրա համար է, հիմա իրենք ոտք են կանգնել։ Իրենք ամեն ինչ անել է, որ իրենց թալանը պահեն, ուրիշ ոչ մի բան չկա ստեղ։ Դե էլ իրանք ասում են պետական ռեկետ է իրականացնում։ Դե ասելը սխալ է, իսկ պետական ռեկետ չէ, որ Պարգույկի դիմաց ծախեցին, թալանեցին, դրին իրենց գրպանը։ Բա դա ինչ պատասխան կարող են տալ։ Բա դա ինչ է։ Դա ամենամեծ ռեկետն է պետության հանդեպ, ժողովրդի նկատմամբ։ Սա է հարազատ ջան։